Սիրելի հավատացյալներ, այսօր մեր եկեղեցին տոնում է սուրբ թարգմանչած տոնը։ Տոն, որը նվիրված է մեր հայ ազգի մեծագույն գործիչներին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցին և Սուրբ Սահակ Պարթևին։ Այս երկու անձնավորությունների շնորհիվ մեր իրականության մեջ և հայ ազգի մշակույթի և գրականության սկիզբը դրվեց, նաև դրվեց սկիզբը թարգմանչական արվեստի։ Մենք այսօր, ասելով Մեսրոպ Մաշտոց, մենք հիշում ենք, թե ով է ստեղծել մեր գրերը, բայց չպետք է մոռանանք, որ այդ գրերը ստեղծելով չվերջացավ ամենը, չվերջացավ այդ պատմությունը, այլ ընդամենը սկիզբը դրվեց մի մեծ ժամանակահատվածի։ 301 թվականին հայ ազգը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը, սակայն քրիստոնեությունը հայի համար մնում էր դժվարամատչելի, որովհետև մեր տաճարների մեջ, մեր եկեղեցիների մեջ աղոթքը բարձրացվում էր մեծավ մասամբ հունարեն լեզվով։ Եվ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթև հայրապետը այն ժամանակվա հասկացան, տեսան, թե ինչն է այս պահին կարևորը և ինչ է պետք անել, որպեսզի քրիստոնեությունը, որը արդեն 100 տարի համարվում էր պետական կրոն, էլ ավելի սերմանվի ժողովրդի մեջ, որովհետև ժողովուրդը շատերը չհասկանալով իրենց պետական կրոնը շարունակում էին պահել իրենց հին հեթանոսական ավանդությունները, այսինքն համարվելով քրիստոնյա պահում էին հեթանոսական ավանդությունները, և նրանք հասկացան, որ պետք է ամբողջ քրիստոնեությունը հայությանը մատուցվի իրենց լեզվով և իրենք դառան սկզբնավորողը այդ մեծ աշխատանքի և այնուհետև այդ աշխատանքի շարունակության և ի վերջո արեցին այն, ինչ չէր արել ոչ մեկ։ Նրանց շնորհիվ թարգմանվեց Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը և ի վերջո Աստված հայի հետ խոսեց հայերեն։ Հայը սկսեց աղոթել հայերեն և սկսվեց հայի և Աստծո միջև երկխոսությունը։ Հայը հասկացավ, թե ինքը ում է աղոթում, ինչպես պետք է աղոթի և ինչի համար պետք է աղոթի։ Եվ պատահական չէ, որ ընդամենը դրանից մի քանի տասնյակ տարիներ հետո Ավարայրի ճակատամարտի ժամանակ 451 թվականին հայ ազգի մեջ այնքան ուժեղ էր մտած քրիստոնեությունը, որ նրանք հանուն այդ քրիստոնեության դուրս եկան անհավասարաչափ պայքարի մեջ և շատ շատերը ընկան, մահացան հանուն այդ քրիստոնեության։ Եվ պատահական չէ, որ Եղիշե պատմիչը այդ ժամանակ ասում է, որ քրիստոնեությունը դա հայի համար կրոն չի, քրիստոնեությունը դա հայի մաշկի գույնն է։ Պատկերացրեք, թե որքանով էր ուժեղացել հայ ազգի մեջ այդ քրիստոնեական զգացմունքը և հավատքը, որ մեծ պատմիչը այդ հավատքը համեմատում է մարդու կաշվի գույնի հետ, որը որ չի կարող փոխվել, դրա համար է այդպիսի համեմատություն անում։ Այսօր մենք հիշելով այդ ամենը, հպարտանալով, որ մենք մեր պատմության մեջ ունեցել ենք ոսկեդար, որ մենք մեր պատմության մեջ և մինչև այսօր մենք կարող ենք հպարտանալ, որ հայ ազգի հայերեն թարգմանված Աստվածաշունչը բոլոր ժամանակների համար կոչվեց և անվանվեց թարգմանությունների թագուհի, չպետք է միայն այդ ամենը հիշելով կանգնենք։ Այսօր թարգմանչած տոնը մեզ գալիս է մեկ այլ ուրիշ պատգամ տալու, մեկ այլ ուրիշ բան սովորեցնելու։ Այո, մենք արդեն հարյուրավոր տարիները ունենք մեր այբուբենը,
ունենք թարգմանված եւ Աստվածաշունչը եւ բազմաթիվ, բազմահազար գրականություն, բայց այսօր մենք ունենք այլ խնդիր։ Եթե այն ժամանակ հայի առջև դրված էր խնդիր գրելու հայերենով, այսօր համասփյուր աշխարհով տարածված հայության առջև դրված է խնդիր պահպանելու հայերենը։ Այսօր մենք թե մոտավոր սփյուռքում եւ թե հեռավոր սփյուռքում կանգնած ենք այդ խնդրի առջև։ Եվ այդ խնդիրը բնական է։ Մենք ապրում ենք ոչ հայկական միջավայրում։ Հետևաբար մենք որպես հայեր պետք է փորձենք եւ պետք է ինքներս մեր մեջ ուժը գտնենք պահպանելու այն ամենը, ինչը այդքան տարիներ եւ այդքան հարյուրամյակ շարունակ բերե եւ հասցրել են մեզ։ Այսօր մեր առջև դրված է հետեւյալ խնդիրը. արդյոք մենք գնահատում ենք Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի այն ժամանակվա գործած սխրանքը։ Նրանք իրենց կյանքը դրեցին, որպեսզի հայ ազգը ունենա իր լեզվով գրված Աստվածաշունչ, հայ ազգը ունենա իր լեզվով գրված աղոթքներ եւ ի վերջո որ հայ ազգը կարողանա իր եկեղեցում աղոթել հայերեն լեզվով։ Եվ այսօր, երբ որ մենք կանգնում ենք խնդրի առջև, որ մեր ժողովուրդը, մեր ազգի զավակները տարբեր երկրներում չեն խոսում, չեն գրում կամ չեն էլ նույնիսկ փորձում իրենց հայերենին, իրենց հայերենը սովորել, մենք արդեն կանգնում ենք մի այնպիսի խնդրի առջև, որ հարց է ծագում. արդյոք այդ մարդկանց արածը այն ժամանակի համար էր միայն, թե ամբողջ մեր պատմությանը։ Ես վստահ եմ, որ նրանք երբ որ ստեղծում էին հայկական գրերը, թարգմանում էին Աստվածաշունչ եւ ուրիշ եկեղեցական գրականություն, նրանք չէին անում միայն իրենց ժամանակ կամ իրենց ժամանակահատվածում ապրող ժողովրդի համար։ Նրանք հավատում էին, որ իրենց այդ զրկանքները, այդ դժվարությունները, այդ չարչարանքները լինելու են հավերժական, փոխանցվելու են սերնդե սերունդ։ Բայց այսօր մենք կանգնած ենք 21-րդ դարում դժբախտաբար այնպիսի մի պատնեշի առջև, որ մեր սերունդը թե ֆիզիկապես եւ թե ելնելով իր բնակության վայրի հրամայականներից չի կարողանում այդ լեզուն, այդ լեզվից եկող մշակույթը, այդ լեզվով մեր մեջ սերմանված հավատքը դարձնել շարունակական եւ փոխանցել իրենից հետո եկող սերունդներին։ Այսօր մեր համար, յուրաքանչյուրիս համար մեծ ուրախություն է դառնում, երբ որ մենք տեսնում ենք, որ փոքրիկ երեխան խոսում է հայերեն, որովհետեւ ամեն օր չի, որ այդպիսի ուրախալի բան մենք տեսնենք։ Այսօր մեզ համար մեծ ուրախություն է, երբ որ արդեն հասուն պատանին գալիս է Կիրակնորյա դպրոց լինի, եկեղեցի լինի, կամ որևէ միտեղ, աշխարհի որևէ ծայրում եւ դիմում է եւ խնդրում է, որպեսզի իրեն սովորեցնեն իր հայրերի լեզուն։ Այսօր մեզ համար հպարտություն եւ ուրախություն է, որ մենք թե վիրահայոց թևում եւ թե աշխարհով սփռված մեր բոլոր հայոց եկեղեցիների կողքին ունենք Հայաստան նման մշակութային կենտրոններ, որտեղ որ կան այդպիսի դասընթացներ, որտեղ կարող են երեխաները, ովքեր տարբեր պատճառներով չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին, իրենց հայրերի, իրենց նախնիների լեզվին, սովորեն այդ լեզուն։ Եվ այսօր մեզ համար ուրախություն է, որ դուք սիրելիներ կանգնած եք այստեղ եւ այսօր մեզ համար քաղցր պարտականություն է լինելու ձեզ փոխանցել վկայականները, որ դուք ավարտել եք այս դասընթացը եւ սովորել եք որոշ չափով ձեր մայրենի լեզուն, որոշ չափով ծանոթացել եք ձեր մայրենի լեզուն։ Բայց այս վկայականը խորհրդանիշը կամ նշանը չէ նրա, որ սրանով ամեն ինչ ավարտվեց։ Այս վկայականը, որը դուք այսօր կստանաք, դա ձեզ պետք է ամեն օր հիշեցնի, որ դուք պետք է չմոռանաք
նախ եւ առաջ ձեր սովորածը եւ ամեն օր եւ ամեն ժամ փորձեք այդ ամենը ուժեղացնել, այդ ամենը շատացնել։ Որևէ դպրոց, որևէ իրակնորյա դպրոց, որևէ խմբակ տալիս է գիտություն ինչ որ մի չափով, եւ այդ չափը դա այն է, որ ուղղակի ձեր մեջ դրվել են սերմեր։ Հիմա դուք պետք է լինեք այն մարդիկ, ովքեր որ կստեղծեն այդ սերմերի համար բարենպաստ հող։ Յուրաքանչյուր սեր, որը ընկնում է հողի մեջ, պետք է այդ հողը ունենա այն հատկանիշները, որ այդ սերմը կարողանա ծլել, հետո աճել եւ ի վերջո ծաղկել։ Հիմա ձեր մեջ դրված է այդ սերմը շնորհիվ ձեզ դասավանդող ուսուցչուհիների եւ մնում է, որ դուք գիտակցելով այդ սերմի կարևորությունը հզորացնեք այն, մեծացնեք այն եւ մի օր էլ փոխանցեք արդեն ձեր զավակներին, մի օր էլ փոխանցեք արդեն ձեզնից հետո եկող սերունդներին։ Ես շնորհավորում եմ յուրաքանչյուրին այսօրվա օրվա առիթով, նախ եւ առաջ տոնի առիթով, որովհետեւ մենք այսօր հիշում ենք, որ մենք որպես հայ ազգ ունենք թարգմանությունների թագուհի Սուրբ Գիրքը, մենք այսօր հիշում ենք, որ մենք այսօր կարող ենք հպարտանալ, որ ունենք աշխարհում ամենահզոր այբուբեններից մեկը, մենք այսօրվա տոնի շնորհիվ կարող ենք եւ պետք է հպարտանանք, որ մենք դեռևս 5-րդ դարի սկզբում ունեցանք այնպիսի մարդիկ, ովքեր որ թարգմանեցին իրենց ազգի համար Աստվածաշունչը եւ կրոնը, որը ընդհանրական էր, դարձրեցին զուտ հայկական, դարձրեցին ազգային կրոն։ Այսօր մենք 1700-ամյա եկեղեցի ենք եւ ավելի, եւ այդպիսի պատվով եւ այդպիսի հպարտության առիթ ունեն շատ քիչ ազգեր։ Այդպիսի հպարտության առիթ ունի մեր եղբայր վրացի ազգը, որը այս տարի տոնում է քրիստոնեության 1700-ամյակը։ Եվ մենք, եւ ես այս պահին չեմ կարող վերհիշել մի այլ այդպիսի ազգային եկեղեցի, որը որ կասի, որ ինքը տոնում է իր ազգի եկեղեցու 1700-ամյակը։ Այո, կարող է ձեր մեջ հարց ծագի, ասեք կաթոլիկ եկեղեցին էլ ընդունել է 311 թվին, բայց կաթոլիկ եկեղեցին ընդհանրական եկեղեցի։ Կաթոլիկ եկեղեցին շատ ազգերի եկեղեցի։ Մենք մեր եկեղեցին հայ ազգի եկեղեցի, վրաց եկեղեցին վրաց ազգի եկեղեցի։ Եվ մենք այսօր էլ կարծես պատահաբար, բայց դա պատահականություն չի։ Մենք այսօր երկու քույր եւ հարևան ազգեր ենք եւ մենք այսօր այն փոքրիկ, բայց հպարտ ազգեր, որ կարող ենք ասել ունենք մեր ազգային 1700-ամյա եկեղեցի։ Շնորհավորում եմ երկու խմբերի շրջանավարտներին էլ մեր գնահատանքը ուսուցչուհիներին, ձեզ ուժ եւ կարողություն, որպեսզի ինչպես այսօր եք դուք ճանապարհում ձեր սաներին եւ հաջորդ տարի եւ այդպես տասնամյակներ շարունակ ձեզ Աստված ուժ կարողություն եւ առողջություն տա, որ այդպես էլ շարունակեք եւ սաներին, ինչպես եւ ասեցի, տա այն գիտակցությունը, ձեր կողմից սերմանված այն սերը ուժեղացնի իրենց լեզվի հանդեպ, որպեսզի մի օր էլ տեսնենք, որ իրենք են եկել եւ ուզում են այստեղ մեր մշակութային կենտրոնում իրենց կողմից իրենց օգտակարությունը բերել եւ իրենք էլ ուզենան իրենցից հետո եկող սերունդներին դասավանդել կամ սովորեցնել մայրենի լեզու։ Շնորհավորանքներս եւ հիմա մենք Տերոր հետ միասին ձեզ փոխանցենք վկայականները եւ փոքրիկ նվեր մանկական աստվածաշունչ ձեզ այսօրվա օրվանից հիշատակ։